2026-ի հունվար ամսին 10 անգամ ավել թվով հայց է ներկայացվում դատարան։ 26-ի մարտի 2-ին հանդես է գալիս հրապարակային հայտարարություն, որում գումարի չափը բոլորովին այլ է։ Սիրելի քաղաքացիներ, ինչի մասին է այս խոսում։ Խոսում է նախընտրական տենդի մասին։ Ինչ է տեղի ունեցել։ Այս մարդիկ եկել են խոստումով կոռուպցիան արմատախիլ անելու, կոռուպցիոներներին նստեցնելու, որևէ բան չեն արել, եկել է ընտրություն, դուք իրենց հարցնում եք, բայց ձեր խոստումները ինչ եղան, 6 ամիս առաջ ոտու ձեռ ընկած, այսպիսի փնթի գործեր են հրապարակում, հմեկը ռեպորտաժներ է պատրաստում, այն կարգի փնթի, որ մեկի գործի մեջ copy paste կա, լրիվ ուրիշ մարդու գործը։ Այդ կարգի գործերով ձեզ ուզում են ասել, մեզ քվե տվեք, 8 տարի ղեկավարել ենք երկիրը, նախընտրական խոստումները չենք արել, որ 13 տարի ղեկավարենք, որ 4.5 տարի էլի բան չանենք, վերջին 6 ամիս ընտրություններից առաջ գանք ձեզ ասենք, էլի կոռուպցիայի դեմ ենք պայքարում, խաղաղություն ենք բերում։ Ես ուզում եմ դուք լավ հասկանաք, ՔՊ-ին ընտրել նշանակում է ընտրել, որ իրենք 4.5 տարի էլի բան չանեն, վերջի 6 ամիսը ոտու ձեռ ընկած գան ձեր դռները, խոստանան նույնը, ինչ որ նախորդ ընտրություններին են խոստացել, խաբեն ձեզ, այս գործերը էլի ցենց ուռճացված թվերով ներկայացնեն ու ոչինչ չանեն հաջորդ 4.5 տարիներում։ Հիմա մենք հասկանանք, այս ուժը սուրբ է, թե նույն կոռուպցիա, այսինքն նույն կոռուպցիայի մեջ թաթախված բանն է, ուժն է, ուղղակի բրենդավորել են դա։ Գիտեք, ձեզ որևէ մեկը կոռուպցիայի դեմ պայքարին ոչինչ բան չէր կարող ասել։ Ես անձամբ իմ ընտանիքի որևէ անդամի անգամ չեմ պաշտպանի, եթե որևէ այդպիսի գործում թաթախված լինի։ Բայց ձերը կոռուպցիայի դեմ պայքար չի, ձերը քաղաքական վրեժխնդրություն է։